ասեմ, որ այս շաբաթ փոքր հրապարակումներ արել ենք, բայց մյուս շաբաթ ուղղակի իմ հետևորդներին, մեր էջի հետևորդներին տեղեկացնեմ, որ վերջացնում ենք մեր հետաքննության մեծ մասը, այս սուբյեկտների վերաբերյալ, սրա մասին շատ ենք խոսացել, սա Խաչատրյան Գագոնյանը ու իր պռաչկաները, այսինքն լվացարարները, եւ ոնց որ Կոմիտաս Կարապետյանի դեպքում, հա, մի ամիս, 2 ամիս, 3 ամիս պայքարում ես, որը ոնց էր ասել Տիկին Գալյանը, որը նույնիսկ նորմալ չի, բայց նույնիսկ Արցախի ներդրում այն հիմնադրամ թալանողի դեմ քրեական վարույթ է նախաձեռնում, մենք բոլորս պիտի ուրախանանք։ Հիմա նույնիսկ կադաստրի Ստյոպի, Կարեն Դավթյանի, դերար Խավոր Սանիկեն, Կարեն Ստյոպի տղու, Գեղամ Ստյոպ էլ չի, Սասուն, պրոստը ինքը քանի որ ռուսերեն ռուսական ինչ-որ Դոմ ռուսի կնիգի տնօրենն է, Սոսունը դարձրել է Степан, потому что Сосун плохо звучит. Корень неплохой, корень плохой, корень слова. Այս բոլորի արկածների մասին ստեղ էլ կա պատկասում եք դասախոսուր այս դասախոս բալեն, այս էլ բանն է, Նարեկ Կեսոյան դվանն է, սրանք, իսկ թվում է սրանց փող լվալու սխեմա նույն պրոյեկտնի ինստիտուտում են գծում, լիքը անբաններ ու պարտադիր մեջի մի հատ ինտելիգենտ բալա, ոնց որ այս ինչ էր ես, սասկի խաբար էլ չի, 2.5 միլիոն դոլար որդիս տվեց, հողեր առավ, բայց այդ փողը, այս սրա փողն է, այս որ Թուրքիայից ապրանքա բերում, այսենց գալիվուդսկի ուլիպկայով ձեր վրա ծախում, այս խեղճ ու կրակների, հասկանում եք, մենք բացատրելու ենք, թե ով ա եղել կադաստրի Ստյոպը, ով ա եղել իրա քույրիկը, ովքեր են նպաստել այս ամբողջ թալանին, քանի կազմակերպություն ու քանի տուն ու կալվածք ունի, всего лишь կադաստրի Ստյոպի տղան։ Իմ տարեգիսներ կադաստրի Ստյոպին լավ են հիշում, էլի մի հատ խեղճ ու կրակ սուբյեկտ էր, պրոստը քույրիկը պաշտոն էր զբաղացնում, ինքն էլ տենց Կարեն Դավթյան, Երվանդ Զախարյան, սենց մանյովրներով։